Ողջույն սիրելի հեռուստադիտող, մեկնարկում է գժական նախագիծ։ Armenia TV-ի եթերում սկսում ենք այնքան սպասված աշնանային եթերաշրջանի Arm Games խաղը։ Armenia հեռուստաընկերության եթերում այսօրվանից սկսած 5 շաբաթ շարունակ միմյանց դեմ մրցելու են ֆանտաստիկ մեր մասնակիցները, որոնցից ընդամենը մեկ հոգին է տուն տանելու 2 միլիոն դրամը։ Ես Արամն եմ Մելիքյան և այս գժական նախագիծը ինձ հետ վարելու է Մարիամ Ալեքսանյանը։ Բոլորի սպասվում է շատ թեժ էմոցիաներ, այո, ու Armenia TV հեռուստադիտողներին սպասվում է շատ լարված, հետաքրքիր 5 շաբաթ։ Դե ինչ, մենք սկսում ենք Arm Games-ը։ Մինչ մենք պատրաստվում ենք խաղին, մասնակիցները այդ ընթացքում սևարգղից պատականության սկզբունքով հանում են դեղին կամ կարմիր կոճակներ, որովհետև այսօրվա խաղը մեր մանկության սիրելի կարմիր կոճակ խաղն է։ Չէ, ես զարմացած եմ, գիտեք ինչի, որովհետև սա միակ դեպքն է, որ մեր մասնակիցները համերաշխեն։ Դա էտի նոր է, սա նայ մորտոցին սկսելու է։ Ես գիտեք ինչ եմ մտածում, որ քանի որ պետքա սառնասիրտ որոշումներ կայացնենք խաղի համար, պետքա մի հատ մենք սառնասիրտ որոշումների համար մի հատ սառը համեղ պաղպաղ կուտենք ինգրերից։ Ես հաջողով բուրգեր կուտեի, այս բուրգերը այն է։ Այո, ես այս մոտ բացի։ Վերցրեք։ Հերթով։ Ես սառնասիրտ եմ ուզում Արամի պես դառնալ ճիշտ։ Սիրելի, սաղ։ Շնորհակալություն։ Սա չի, որ մեզ սառնասիրտ է դառնում։ Դու գիտեք, որ պահպանած դիվանջան։ Լավ, շատ եք խոսում, գնացինք մորտոցի անելու։ Ինձ որ հանկարծ մեկն ու մեկը ընկնի, խնդրում եմ դեմքից չկպնեք, որովհետև վերեգեմ մատամս վիրահատել։ Ես երազում եմ ինձ իմ հետ տղա ընկնի, որ մի հատ ամերիկանский ֆուտբոլ անեմ։ Ուզում ես չես տամ, լեն, սպասի։ Ծանրա, իջեր հատի կյանք տղան ենք ակնում արդեն։ Իմ վրա մնա մենակ կնոպկա է, նու գետին ներևալու կնոպկա։ Ուրեմն չգիտեմ ով է ինձ հետ ընկել, բայց ով էլ ընկել է, ասեմ որ գիշեր է գալու, թեժ է լինելու։ Ես լավ մարզավիճակում եմ, հույս ունեմ ամեն ինչ լավ կլինի։ Ձև չկա ինձ բռնի։ Մենակ Ռոբը իմ հետ չընկնի, 0-10 համարն է, մնացած ով ուզում է ընկնի։ Մենակ ընտեմ Հուսեյն Բոլտ կա է։ Այդ Ռոբն է։ Հուսեյն։ Հուսեյն։ Մենակ թե ինձ նորոն չընկնի, որովհետև նենց հավազում չեք պատկերացնի, ու իմ վազել է, միջև հասնեմ, լույսը կբացի։ Երեխեք մենք մի անգամ թե ծարել ենք կրվել ենք։ Ես որ նայում եմ այն կողի թիմին, ասենք դե Լյուբոյը, Խոսկի, 4 լոնք անի, որոնց կանցնի։ Շատ լավ, մենք սկսում ենք 4-րդ հաղորդման առաջին խաղը և միակ խաղը, որպես խաղ։ Որպես այդպիսին, այո, առաջին։ Խաղարկություն է լինելու է, սպասման ռեժիմ լինելու է, վստահ եմ, որ Armenia հեռուստաընկերության բոլոր հեռուստադիտողները մեծագույն սիրով և լարվածությամբ սպասում են, այո։ Եվ այսպես խաղը մեր մանկության խաղերից է։ Կարմիր կոճակ դուրս թռի։ Մի փոքր ձևափոխված է, ամբողջը նույնը չի, բայց բավականին նման է։ Բացատրենք խաղը։ Մասնակիցները պատականության սկզբունքով բաժանվել են երկու խմբի։ Կարմիր կոճակ վերցրածները պետք է փախչեն եւ սեղմեն կոճակը։ Իսկ դեղին կոճակ վերցրածները պետք է փորձեն թույլ չտալ նրանց դա անել, ուղղակի հասնելով եւ դիպչելով նրանց։ Ամեն գույնի կոճակների ետևում գրված են եղել նաեւ 1-ից 16 թվերը, որոնք էլ գաղտնի ձևավորել են մրցող զույգերին, որպեսզի ոչ մեկ չիմանա թե ով ում հետ է մրցելու։ Բայց հաղորդավարները կանչելու են ոչ թե հերթականությամբ, այլ պատականության սկզբունքով, որպեսզի լինի անսպասելի բոլորի համար։ Մամա ջան, շատ լարված եմ, ես պատկերացնում եմ մասնակիցների վիճակը հիմա։ Մեկը պետք է վազի, մյուսը պետք է բռնի։ Կարմիր կոճակ դուրս թռի։ 6 Опа։ Ոյ։
Եվ Կարինե Արուստանյան եւ անին ինձ թվում է կարան այստեղ կպարտվի։ Անեն ինձ թվում է բռնի։ Վայ մամա ջան, մի րոպե։ Սա նաև ժամանակի հաց է, 20 վայրկյան հետո Եթե խաղավարտում է, պատվում է այն մասնակիցը, ով չի դիպչում կոճակին։ Օ, չի դիպչում կոճակին։ Այս դեպքում անին ունի ֆենոմենալ առավելություն, ֆենոմենալ։ Հետև քայլ եւ անին արդեն Իսկ ընտրությունը ինչպես ես կատարել, որ մյուսները բռնում են, մյուսները ոչ։ Վիճելուց իջականություն։ Ահա, մենք տեսնում ենք առաջին մասնակցին։ Կարաչը նեղվես։ Անին առաջին մասնակիցն է, դու կարող ես գնալ Կարինեի մոտ։ Կար։ Հա ջան, ո՞նց ես։ Մարիամը գնաց Կարինեի մոտ, իսկ անին այստեղ է, ասեմ Անի ջան, ինչ ես անում։ Նախ դու շնորհավորում եմ հաջորդ փուլում ես, բայց ես գիտեմ որ դու արագ ես վազում, որ տեսանդեղից վազեցի, ասեցի Արին ջան, այս մարդը մարզիկ է, էտա առավելություն ուներ այստեղ խաղում, բայց Կարայի համար ամեն ինչ կորած չէ, նա սպասման ռեժիմում է ամեն դեպքում, դու ունես այստեղ հնարավորություն, դու ինչ քարտ ուզում ես լինի, միանշանակ հաջորդ փուլում ես, բայց կան քարտեր որոշակի առավելություններով կամ հարցեր կան, այսպես ասած, խնդրեմ, որն ուզում ես վերցրու։ Շատ կարևոր բան, քարտի հիմա չենք բացում, քարտերը բացելու ենք ամենավերջում։ Շարունակում ենք։ Պատրաստ ես։ Այո, պատրաստ եմ։ Կարմիր կոճակ դուրս թռիր։ 1 Ես ասած Արմինեն ֆանտաստիկ արագություն, բայց ասած վիճելի արագություններ էր։ Այն որ ասում այնքան լարված է, չհասկացա ինչ կատարվեց։ Ես սպասում եմ որ տղա պետք է լինի։ Այն որ ասում է այ քեզի անակնկալ։ Դրա համար հա ապրեք շատ։ Բոլորին հաջողություն եմ մաղթում։ Դու գնում ես սպասման ռեժիմ, սիրելիս։ Քեզ հաջողություն։ Ահա, Արմին ջան, դու հաղթել ես մեր չեմպիոնի Ռիփսիմեին, բայց դե սա նույնպես սպորտ է։ Դու հաջորդ փուլում ես ամեն դեպքում։ Նայ, ինչի են այս ծրարները կանաչ, որովհետև դու այնպես թե այնպես արդեն հաջորդ փուլում ես, բայց կան ծրարի մեջ գույներ, որոնք կանաչից բացի իրենց մեջ ունեն առավելություններ։ Ընտրիր, ես չգիտեմ, էլի ինչն է։ Չես բացում ենք վերջում։ Իսկ մենք շարունակում ենք։ Մեր Ռիփսիմեն արդեն չեմպիոն է, յան պետք չէ սպես մելքի մրցույթները։ Կարմիր կոճակ դուրս թռիր։ 14 Վայ։ Միլիոնը եւ գորոդը բռնեց այստեղ արդեն առավելությունը գորինն էր, դու միլիոն հետ գնա շփվելու։ Շատ շոպլիկը դուս եկավ ասում, ամասույք ձեր մեջից, հերս։ Դու արդեն հաջորդ փուլում ես, այստեղ կանաչ ծրարներ են, այսպես թե այնպես անցել ես, բայց ծրարի մեջ կան առավելություններ։ Կան որ ուղղակի կանաչ է, ես չեմ կարող ասել, որևէ մեկ ընտրի, բայց չես բացում, բացելու ենք վերջում։ Տապաում ես քեզ մոտ։ Բոլորին հաջողություն։ Իրականում ինքը շատ արագ է, ես թույլ էի, համոզված եմ հաստատ կրելու էր, կապ չունի թիվս գիտի թե չէ։ Ուժերդ երբեք չթերագնահատես։ Իմ բախտին հետ է, 1000 գորի էլ տանելու եմ են աշխատ։ Միլիոն։ Չկապնասի։ Արի մի հատ։ Ասեմ որ հաջորդ թիվը ես ունեմ մի քանի շատ սիրված թիվ, մեկը հենց հաջորդն է։ Կարմիր կոճակ դուրս թռիր։ Թիվ ասա։ 10 Վայ։ Ձյաննան շատ ուշված է։ Ձյան չէր մոռացել էի թիվը։ Ջիո։ Լավ չի, չենք նեղվում։ Հաստատ։ Այո, բնիջի ձելականը։ Ես զգուշացրել եմ, որ ես վազելուց հեռու մարդ եմ։ Նանո ջան, ես հիշում եմ, որ դու վերջին անգամ երբ որ վազում էր, ասի որ դու Ֆիզկուլտից շատ թույլ եմ վազում, այո։ Ասեմ որ քեզ Դիանան տվեց առավելություն, ինա դու չէ, տենց ստացվեց, նա միտում նա որ չէր, դա, բայց նա ուշ փոխվեց իր կետից։ Նանո ջան, այնպես թե այնպես դու անցել ես հաջորդ փուլ, հիմա կանաչ այս ծրարների մեջ կան առավելություն ունեցող քարտեր, բայց դու չես բացում, զուտ որևէ ծրար ընտրում ես եւ վերցնում ես։ Բայլեմ ջան, արի։ Հա գամ։ Որևէ մեկը որ ուզում ես տալիս։ Այո։ Խնդրեմ։ Բայց չբացես։
Գնա, սպասի, քո։ Այո, շնորհավորում ենք Նանոն արդեն հաջորդում Շնորհավոր, են։ Նան։ Իսկ մենք շարունակում ենք։ Ասեմ, որ նորից իմ սիրած թվերից մեկն է, առաջինը որն է, որ ասացի հիշում ես, չէ՞։ Հա։ Որն էր։ 10։ Ահա, հիմա գալիս է երկրորդ իմ սիրած թիվը, 3-ն ունեմ ասեմ, 3 ունեմ սիրած, մեկն են 5-ն է։ Հա, 5-ը չի, 5-ը չեմ ասել, որ սիրած է, Okay. Կարմիր կոճակ դուրս տռիր։ 7 Ճիշտ ասած Սերգեյը Սերգեյը շատ դանդաղ է։ Լիլո լավսակի ձերից բռնի հալի դուս։ Ոնց է դուս գալու բա։ Էքստազի կոշիկը թանի տուր գլխին։ Ես վստահ եմ, որ Լիլիթը հաջորդ փուլում է։ Ես վստահ եմ։ 20 վարկյան ունեք ընդամենը 20 վարկյան։ Այ, նա ջենտլմենություն արեց։ Այո, Սերգեյը գտնվեց ջենտլմեն։ Ջենտլմենության հարց չկար, ամեն դեպքում Լիլիթը հաստատ կբռներ։ Հաստատ կհասներ նրա ետևից։ Անենց էի մտածում, երբ կանանց էի մտածում հանկարծ ռոլը չընկնի։ Լավ էր, էմոցիոնալ էր։ Բայց ու դանդաղ վազեցիր։ Դե ճիշտ ասած հետաքրքրով է դուրս գալի, նայեցի մի քիչ։ Քո նպատակը ունենայր։ Դե ոչինչ, լավ, մեկա Լիլոն աղջիկը ամեն դեպքում կուզենա էզի չէի։ Ջենտլմեն է։ Շնորհակալություն, ձեզ հաջողություն։ Լիլի ջան։ Ինչ-որ շատ հերվից էի վազում, բայց երիտասարդ Սերգեյը շատ ус վազեց։ Այստեղ բոլոր կանաչ ծրարները, այդպես նույնպես դու անցել ես հաջորդ փուլ, բայց կան իրենց մեջ առավելություններ ծրարներ, որևէ մեկ ընտրի, դա քոնն է, չբացես։ Դիր ինչ-որ միտեղ։ Ահա, այսպես երներս Լիլիթը անցավ հաջորդ փուլ, Սերգեյը սպասման ռեժիմում է։ Պատրաստ ես։ Հա, պատրաստ եմ։ Կարմիր կոճակ դուրս թռիր։ Թիվ ասա։ 8 Դե ես վազելու շատ թույլ եմ, այդ առաջին հաղորդումից եկել է, չգիտեմ։ Հուսամ հետ կգամ, որովհետեւ Սպասման ռեժիմում ես, այո։ Հա, շատ եմ ուզում հետ գամ։ Ավետ, ասեմ, ընդհանրապես դու ջենտլմեն չես։ Ինչի։ Դե ճիշտ է սա ինչ արել ես։ Վերջ ուրեմն։ Սա խաղ է, ինչի պետքա զիջի, մայր ամասա։ Ասա որ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ արդար է։ Հարվածությունը իրականում երբեմն այս ամբողջ ոտեջ Մի բան ասեմ։ բռնված է։ Մի հատ բան կլինի, ասեմ, այդ պահին տղաները ինձ թվում է իրանք չեն նայում, այնտեղից աղջիկա դուրս գալիս թե չէ։ Ես աղունիկ հետո ինձ չնեղանա, ես վազել եմ ու հետո եմ նայել թե ով իմ հետ վազում։ Բլա։ Հավատում եմ Դավեթ ջան, հիմա դու հաջորդ փուլում ես, դու վերցնում ես մի ծրար, որտեղ կան ծրարներ, որոնք ունեն առավելություններ, բայց չես բացում։ Շնորհավորում ենք, դու արդեն հաջորդ փուլում ես։ Իզիս լավ կբա։ Ինքան չէ։ Շատ հետաքրքիր է հաջորդ թիվը, ասա վանկարկի։ Կարմիր կոճակ դուրս թռիր։ 11 Օպա, Սեկու։ Ես օրինակ շատ կուզեի Սեկուն ու Նորոն իրար դեմ մրցեն, Սեկու ֆուտբոլիստ ես, չէ եղել։ Արի Սեկուն։ Լավ, սպասման ռեժիմում ես, դա չի նշանակում, որ դու դուրս ես մնացել խաղից, քեզ համբերություն եւ հաջողություն։ Տորոգո պրոստը։ Իր այդ անհնար էր, ինձ թվում է ով էլ լիներ, հաստատ Մարզիկների համար դժվար աղջիկների դեմ մրցել։ Այո, համոտ է, իմ կողմից համոտ է։ Դե հիմա դու չգիտեր որ աղջիկ է, տես այստեղ նկատեցի։ Հա, ոտեսել եմ, ատեն էներգի չկա, դու շատ արագ ես, ես չգիտեի։ Աղավորա։ անարդար էր, տենց էլ զգում էի խաղի ամենասկզբից, որ իր հետ եմ լինելու, չգիտեմ ինչի։ Ես կուզենամ մի հատ տղա լինեմ, մի քիչ վազենք, պետք է, բայց Ոչինչ։ Եկել է, Մարիամն եկել է։ Շնորհավորում եմ։ Դու արդեն հաջորդ փուլում ես։ Նայ, այս կանաչ քարտերը այսպես թե այնպես անցողիկ են։ Բայց այս ծրարների մեջ կան քարտեր, որոնք առավելություն ունեն։ Վերցնում ես չես բացում, պահում ես քեզ մոտ։ No problem։ Շնորհավորում ենք դու արդեն հաջորդ փուլում ես։ Merci։ Իսկ մենք շարունակում ենք սիրելիներս։ Կարմիր կոճակ, դուրս թռի։ 2 Ռաֆը, տիկոն։ Այո։
Փոքրիկին դու կար։ Դե ինչ արեցի։ Լավ, ասեն, որ նշի դու թեթև քաշային ես, բայց արագությունը խզարում եմ։ Վնասեցի՞ր։ Այդ հենց նոր վնասեցի։ Հա, սա ձգեց մկանս։ Վախ։ Ոչինչ ուրիշներ ունեմ կփոխեմ։ Դու սպասան ռեժիմում ես տիկ։ Հա, ոչինչ լավ էր, հետաքրքիր էր։ Մի այսքան էս չերիք ես։ Թող բոլորը քո հումորից ունենային։ Թող ու լավ ոտից։ Առողջ մկանային համակարգ։ Դե քեզ հաջողություն։ Մամաս Հայաստանի չեմպիոն է վազքի։ Կատակ չես անում։ Ես չեմ լուրջ եմ։ Բայց չի կարող գնա չխոսը, ասեմ ինչի համար եմ ասում, որտեղ երբ որ մարդու քաշը բարձրանում է, արագության նախքում, շնորհավորում եմ դու հաջորդ փուլում ես, բայց բացի դրանից նայ, այստեղ կան ծրարներ, կանաչ ծրարներ են, որտեղ այսպես թե այնպես ոչ մի ձևով դու չես կարող դուրս մնալ ծրարի արդյունքում, բայց կան առավելություն ունեցող քարտեր, որևէ մեկը վերցրու։ Շնորհավորում եմ դու հաջորդ փուլում ես։ Իսկ մենք շարունակում ենք։ Շատ են եղած թոփում են, որտեղ վնասել։ Ոչ բան չկա։ Բայց հումորով էր մոտենում, կարևորը դա է։ Սպասման ռեժիմում էինք, դեռ շատ բան չի։ Այս սպասման ռեժիմում կարամ իմանամ։ Ոչ։ Արամ ինձ պատկերացնեմ մասնակից, հա ուզում դու վայելես։ Շնորհակալ։ Գնացինք։ Կարմիր կոճակ, դուրս թռիվ, 13 Ոյ Վենյան ու Ռոբ, դե վсё։ Անհավասար էր։ Կարաս մի հատ է գնաց գազ։ Արդարություն կա, Վենյան դուրս մնալ։ Նու հուսան, վայ Վենյա։ Այս խաղը մեզ անընդհատ սովորեցնում է վազել։ Սյոմքա։ Անհավասար էր։ Ես քո կողմից եմ, չէ, Վեն, անհավասար էր ուժերը։ Դե մի չնեղվես։ Ռոբը կար նույնիսկ 2 անգամ վազել։ Նայ, եթե ասեմ ջենտլմեն պետք է լիներ, նայ, ջենտլմեն լինենք ասեն հավասարությունը բա որտեղ է։ Արամ, ես չեմ կարա, ես իմ սաները ինձ հետևում եմ, պատկերացնում ես, հիմա ոնց են ինձ բալետ անում, ես չեմ կարա։ Չեմ ընդունում արդարացումները։ Իմ սաները ինչ կասեն, Մարիամ, նույնպես ասա։ Մտածում եմ, որ դա դեռ վերջը չէ։ Ռոբերտ ջան, դու արդեն հաջորդ փուլում ես, ծրարների մեջ կան առավելություն ունեցող քարտեր, որևէ մեկը վերցրու։ Որևէ մեկը։ Շնորհավորում ենք, դու արդեն հաջորդ փուլում ես, դու կարող ես հանգստանաս, դեռ ունես ֆունկցիաներ անելու, բայց ամեն դեպքում հաջորդ փուլում ես, չէ։ Գնա հաղթող մասնակիցների մոտ, իսկ մենք շարունակում ենք։ Մնացել է ընդամենը 7 մասնակից։ Իսկ կարամ իմանամ թվերը դու ես առանձին տվել, թե պատահականության սկզբունքով։ Իրանք վիճականությամբ, երևի դու չես նկատել, նրանք վիճականությամբ են այդ ամենը քաշել։ Թե չէ դու ունես այդ սովորությունը անհավասար ուժերը այդ ռանդոմ թվեր եմ ասում։ Պատրաստ։ Կարմիր կոճակ դուրս թռիր։ Հա։ 9 Կրիստինա Նորո գետին եմ ասում դու Աղջի հասնում էի, խի կանգնար Նորո Ոյ միամի տեղով կներեք ազար Նորո չես ամաչում Ամաչում եմ Նորո ամաչի լուրջ եմ ասում Փոքր երեխայա Կրիստին Ես փոքր երեխեքի հետ շատ լավ եմ Հեսա հերթական երգն ենք լսելու, տխուր սիրո մասին, իրարից հեռվացան Բայց լավն ա լինելու, լավն Չնեղվես, դու սպասման ռեժիմում ես հիմա, բայց ես հույս ունեմ։ Ես ձեր պահապան հրեշտակն եմ ինչպես ասում։ Իմ կողքը կգած կկանգնես, ամենավատն է, որ ես հենց ի սկզբանե խաղը սկսվել ասում եմ մենակ թե նորոն չլինի։ Նորո ջան, ամեն դեպքում դա սա խաղ է, դու հաղթեցիր քո կինը կապարտանա քեզնով, դու փոքրիկ Կրիստինա ես։ Ողջունում եմ կնոջս։ Դու այստեղ ունես ծրար։ Ծրարներից մեկում ասեմ, որ կան շատ լավ, չգիտեմ որտեղ, բայց հնա չի կարելի նայել, որևէ մեկ ընտրիր, այնտեղ կան թաքնված։ Մինայի, շնորհավորում եմ քեզ, դու արդեն հաջորդ փուլում ես, չբացես, բացելու ենք վերջում։ Անամոտ։ Իսկ մենք շարունակում ենք սիրելիներս, ինչ որ նենց կուզեի տաղա մրցային այդ չի գնում տաղա։ Լավ, մենք շարունակում ենք պատրաստ։ Դու ասա, ես էլ ուժ չունեմ ասելու։ Կարմիր կոճակ դուրս թռի։ 3 Սենթով։ Սենթովը գնաց տուն, գնա ոնց է, գնա հաց ավտոմատ։ Ես Սենթովը գատեսնի ես ոնց եմ։
Սենթով։ Սաղից մենեժը լուծիր։ Ստոպ ջան, մոտեցիր, դու աղտեցիր մեր ամենախոշոր մասնակցին եւ ասեմ, որ բավականին մեծ երկրպագուների քանը զանգված ունի Սենթովը, հիմա Սեն դեպքներ, որ լրիվ ուժերը հավասար էին, անկեղծ եմ ասում։ Շավակեմ։ Սպասման ռեժիմում։ Քեզ հաջողություն։ գրելու են երեխաները մեր Սենթովին աղտեց, բայց դեռ Սենթովը ամեն դեպքում սպասման ռեժիմում եմ։ Սրանից որևէ մեկը ընտրի, այնտեղ կան թաքնված բավականին լավ իրականություններ։ Խնդրեմ Ստոպ ջան, շնորհավորում չբացես։ Դա բացել է վերջում։ Մենք շարունակում ենք։ Հավելը շատ հետաքրքիր ինձ ով անգամ։ Մնաց մի տղա ինձ Google-ն անգեն հաստատ։ Գուգոն բարքած արագ աղազում։ Կարմիր կոճակ Դողում է սիրտը։ Դուրս տարի։ 15 Ռուզիկ, չի եսել եմ գնում։ Շատ պատմական բան։ Ավելի կցավ։ Ռուզանի ոտքը վնասվել է եւ նայեք ինչ է անում Ես վարդը։ երկուսին էլ կանցկացնեմ, հենց հիմա։ Ես գնում եմ անեմ, խնդրում եմ, թույլ տորին։ Մի րոպե, երկուսը տեսախմում եք, արի Ռուզիկ։ Վսյա, անցեք, շնորհավոր, գնացեք։ Ես սիրում եմ սենց բաներ։ Ամենախնդալուն են էլ, որ վարդը ուզում էր օգնել, բայց վարդը գնաց արդեն կպավ։ Դա դաժան է խաղի կանոնը, ամեն դեպքում կպել է։ Ամեն դեպքում, ինչ է։ Երկուսին էլ անցկացրեցի։ Չա խոսում։ Այո, մեզ կան հիմա Խնդրում եմ, բայց դու հասկացար վարդի սենց վայ շատ հաճելի, վայ շատ վատ վայր, որ Ռուզիկի ոտքը երկե ցավում էր, բայց սենց մի տեսակ որպես աղջիկ անկեղծ սենց շատ սիրտս լցվեց այդ փաստից, ու մենք շատ մեծահոգ ենք, դու իմ մեծահոգի ընկերն ես Արամ։ Երեխեք ջան, եկեք հələ։ Ինչ կա, ոնց եք։ Ես մի քիչ անհասկանալի, որովհետև ի սկզբանե դե ֆիզիկապես չէի կարել երկու քայլ նույնիսկ անեի, բայց նենց է ուզում տղա լիներ, որ սենց գար ինձ գրկեր ուղակի, ես դուրս գայի ու ինքը մնար, բայց վարդ որիկով ինձ սկսեց տանել։ Վարդ քեզ։ Ես անկեղծ շոկի մեջ եմ։ Լավ, հիմա Մարիամ բարեգործական հիմնադրամը որոշեց, որ երկուստ էլ հաջորդ փուլում է։ Ինչ է հա։ Մարիամը, հիմա իհարկե վերջի խոսքը։ Իսկ մեր հաղորդումը ինչ դուք են ասակել Մարիամը, մի անգամ թողեցի։ Ես գիտեք անկեղծ ինչից շատ ուրախացա կներես։ Ասա։ Վարդի կատարած քայլից, որովհետև կարող էր ինքը գնար ուղղակի քանի հնարավորություն ուներ հաղթել, բայց որպես աղջիկ սենց շատ սիրտս անկեղծ լցվեց այդ բանից ու իրանք արժանի են երկուսն էլ, որ անցնեն հաջորդ փուլ։ Okay, բայց ասեմ, ստեղ քարտը ընդամենը 1 հոգու համար է, դուք պետք է ընտրեք ով է վերցնում քարտը։ Լավ, թող քո ասածով լինի, բայց ստեղ քարտը ընդամենը 1 հոգու համար է։ Դուք պետք է ընտրեք ով է վերցնելու։ Վարդն է։ Դուք արագ։ Բայց երկուսն էլ անցել են։ Դե։ Հա, ուղղակի զուտ մի քարտ մեկը վերցեք, կուզեք ես վերցնեմ։ Արի։ Լավ է, ես չեմ նայում։ Արի, լավ։ Դուք եք որոշել, խնդրեմ սիրելիներս, շատ cute հաղորդում է ստացում, չբացեց ծրարում կարևոր բան կա պահված ու շատ կրծիծաղել է, որ այնտեղ լինի ինչ որ ես պատկերացնում, ես դրա մասին խոսեմ հետո։ Հիմա պայք ես նոտ չբացես։ Դուք երկուսդ էլ Մարիամի թեթև ձեռքով հաջորդ փուլում եք։ Դες հաջողություն։ Իսկ մենք շարունակում ենք սիրելիներս, շարունակում ենք, պատրաստ։ Ուշադրություն։ Կարմիր կոճակ, դուրս թռիր։ 5 Օպա։ Գևը, այո։ Անահիտը։ Անահիտ, արի ինձ մոտ։ Էգոիստ, պրկված ես դու։ Անահիտ։ Ամեն դեպքում տղաները փոքրիկ առավելություն ունեն, մասնավորապես հենց ամենասկզբում։ Ես հուսամ հələ կմնամ խաղում։ Ոտքերս թուլացավ, այդ սպասելուց էր, բայց մի հատ կարևոր բան ասեմ, հակառակորդին երբեք պետք չի թերագնահատել։ Դե լավ, սպասման ռեժիմում ես, դու քեզ հաջողություն եմ ցանկանում։ Գևոք ջան, դու անցար հաջորդ փուլ, Կրիստինան դեռ սպասման ռեժիմում է, այստեղ կանգնիր։ Իսկ մենք հնարավորություն ունենք փոխվելու տեղերով։
Ինչ ուզում եք արեք, մեր հաղորդումը վերածվել է ինչ-որ ռոմանտիկ բանի, բայց արդյոք Քրիստինան կուզենա։ Դեռ նա սպասման ռեժիմում է, ամեն դեպքում նա դեռ դուրս չի եկել։ Այստեղ դու ունես ծրար, ծրարի մեջ կան քարտեր, որոնք ունեն առավելություններ, որևէ մեկ ընտրիր։ Սպիտակ քարտ չբացես, վերջում, հաջողություն Գևորգ, դու հաջորդ փուլում ես։ Մարիամ, Աջան, գիտես ես։ ես քո ժպիտից արդեն վախենում եմ, բայց ասա։ Այս քարտերի մեջ կա շատ լավ նվեր։ Օրինակ ինչ։ Օրինակ շատ լավ նվեր։ Օրինակ ինչ շատ։ Դե չասեմ, բայց շատ թանկարժեք, միլիոնի մոտ նվեր։ Այդքան լավ նվեր։ Բայց նաև գիտես ինչ քարտ կա։ Ոսկեգույն քարտ կա։ Ոսկեգույն քարտը մեր նախագծում շատ կարևոր դեր է տանում։ Ինչ ուզում անում է։ Տականք։ Արամ։ Նոր ասկսում թեժ պայքարը։ Պատրաստ։ Կարմիր կոճակ։ Դուրս թռիր։ 12 Ելենա և հայդալեք Ես Ելենան իմ ֆավորիտն է Ես կսպանեմ, եթե Ելենային սպասման ռեժիմից հետ չբերեն ինչ-որ մի ձև Այ տղա, ընկերը տեր մտերիմ Ով, Լենա ճիշտ եմ հիշում Չեմ ճանաչում էլ Շատ խնդալու էր Ես բանի տրվեցի էլի, որ պետք է գոմ սխմեմ Լենկներս Ինձ մա չեր տեսեում հետա Ես ուղիղի չերևացիր է ախր Նիհարիկ ես չերևացիր Մտածեցի Գնա ենտեղ Լեն, դու սպասման ռեժիմում ես Ռավճան մոտեցի Ոնց եղավ այդ հաղթանակը Անկեղծ զուտ իրան չտեսա Բայց այդ նկատի ջան պրոսը չտեսա էլի, ես ուղիղ էի վազում, չէ։ Դեպի նպատակ։ Լավ, ստենում են նկարած այդ ամեն ինչը թե։ Հասկացա, Ռավջան, ամեն դեպքում դու հաջորդ փուլում ես, հերիք չի մի հատ էլ ունես, բոլոր մասնակիցներն են ունեն այդ քո համար հնարավորություն հրաշալի նվեր ունենալու կամ ուղղակի անցնելու հաջորդ փուլ։ Ծրարի մեջ քարտերի առավելությունները, խնդրեմ, որն ուզում ես վերցրու։ Բայց չենք նայում, Չես բացում։ Դեռ չէ։ Դու հաջորդ փուլում ես, շարունակում ենք մենք։ Ոնց որ արդեն ասեցի, երկուսն էլ լուրջ մրցակիցներ են, ոչ մեկին չարժի թերագնահատել։ Չէ, вообще չարժի թերագնահատել, բայց ամենավերջին Բայց մեզ էլ պետք չի թերագնահատել։ Ամենադժվարը, երբ որ վերջինն ես մնում, արդեն գիտես ում ես մրցում։ Մնում հոգետես տրամադրվես արդեն է։ Դեպքում երկուսի դեպքում է դաժանային համար տրամադրվել։ Ընդամենը երկու մասնակից։ Ուզում հասկանամ ով է ոսկեգույն քարտը քաշել։ Կամ դեռ կարող ես ֆերել ոսկեգույն քարտը, մենք չգիտենք։ Կարմիր կոճակ դուրս թռիր։ Այ ես իզում եմ սեզ դաժանություններ, թողն արվեն։ Ինչ ա եղել։ 16 Նորից տղաների առավելությունը Ձեզ սերանների մեջ այս վաղտ ինչ են ասում։ Բարեր չեն գտնում այդ սենց դեպքերում։ Մերսիդան հաճախ է լինում ընդհանրապես իր կյանքում սպասման ռեժիմներում։ Ես էլ մի տեսակ վստահ որ քո չեմ ասելու չգիտես։ Բայց քեզ չէի թերագնահատում հաստատ։ Մերսիդա։ Ես Ես պատրաստ էի որ տղեկի դեմ կակբա երկու տղեկի դեմ դժվար առնելու վազել։ Դե լավ դու սպասման ռեժիմում ես, բայց դա դեռ ոչինչ չի որոշում, այնպես որ ես միշտ ինչ-որ հետ եմ գնում։ Մեսիդան ինչ-որ հատուկ ունակություն ունի ետ գալու։ Դա լավ է, բայց լավ նշան է։ Լավ նշան է, չէ՞։ Քեզ հաջողություն։ Դե ո՞րն ուզում ես վերցրու, առավելություններ կան։ Բայց քանթան չբացես։ Դա կբացես վերջում, ես շնորհավորում եմ, դու արդեն հաջորդ փուլում ես վերցի։ Շատ լավ։ Շնորհավոր։ Մնացին մեկական մասնակիցներ։ Դեն ասում եմ։ Գուրգենը եւ մեր Լևոնը։ աղջիկ երեխաների սիրահար սրտակերը Լևոնը։ Հենրին ինչպես ես Հենրի Լևոն ջան ոնց ես Իա հոյակապ Շատ լավ Գուրգեն ջան պատրաստ եք Սա անկեղծ եմ ասում, այն միակ դեպքն է, Գուգո ոնց ես չեմ հասկանում ով իրենցից կհաղթի։ Անկեղծ չեմ հասկանում։ Ես վստահաբար ասում եմ Գուգոն Շատ լավ է վազում։ Կունել է ժամանակին ֆուտբոլիստ եղել Շատ դժվար է լինելու իր հետ, որտեղ շատ արագ է վազում, ես էլ դանդաղ եմ վազում Իսկ Հենրին ժամանակին եղել է Անգելինայի ամուսինը
Ահա։ Ֆուտբոլիստ ու դեմ անգելին է համուսնու։ Կարմիր կոճակ դուրս թռիր։ 4 Գուգոնիչ ակրոբատիկ թռիչ կարեց։ Այնտեղ մարդիկ կային, իրենք վագրեն այցիկների վրա են, որսի այսպես հսկայի հետ ինչպես կարելի է։ Բայց սա երևի են ամենահատուկ արդար խաղերից մեկն է, երբ որ երկու տղա մրցեցին։ Եվ ուժերը հավասար էին։ Լավ ջան, դու այս պահին սպասման ռեժիմում ես, Կուկ ջան, դու ունես քարտ, որ այս պահին կարող ես վերցնել, կարա քեզ բերի բավականին լավ հաջողություն։ Լավ ջան, դու գնաս սպասիր։ Մի հատ, հա։ Շնորհավորում ենք, դու արդեն հաջորդ փուլում ես։ Ուրեմն այս պահին հաղթողները գնում են խաղարկության, հավես խաղարկություններ են գնում։ Հա, ինչ լավ է, հավես։ Այո, դերական։ Հա, փողա խաղարկվում։ Իսկ պարտողներին սպասվում է չեմ ասի ինչ, բայց հավես բան է սպասվում։ Ես գնացի ժողովուրդ։ Բայց ասեմ ավելին, մի հատ էլ ուրիշ պահ կա, դա արդեն սպասման ռեժիմից հետո։ Հիշեցնեմ, որ քաղաքի ամենահամեղ սուշին պատրաստում է Դա Վինչին, իսկ առաքումը ամենաարագն է։ Այնպես որ հատուկ արդեն վայելում եք, խնդրեմ իհարկե։ Ես էլ եմ ցանկանում փորձել, մի րոպե։ Կարամ օգտվեմ։ Մեր ֆինանսական գործընկեր Իդրամը գժական խաղարկություն անակնկալ է պատրաստել մասնակիցների համար։ Իդրամը Հայաստանում ունի ամենամեծ QR ծածկույթը։ Հենց հիմա մենք Իդրամի հետ խաղարկենք 1 միլիոն ՀՀ դրամի համարժեք ID coin, որը կարող եք օգտագործել Իդրամ ID Bank հավելվածով QR վճարում անելիս Հայաստանի ավելի քան 25000 վաճառակետերում։ Ես գիտեի։ Իսկ հիմա եթե պատրաստ եք, բացատրեմ խաղարկության կանոնները։ Խաղարկությունը սկսվելու է 1 միլիոն դրամից։ Շատ կարևոր է, որ բոլոր մասնակիցները համաձայնվեն, թե ով է վերցնելու այդ գումարը։ Գումարը վայրկյանների ընթացքում սկսելու է նվազել։ Այն մասնակիցը, ում ընտրեցիք, ով սեղմեց կոճակը, կրկնում եմ ձեր ընտրության արդյունքում, որ վայրկյանին, որ ընթացքում սեղմեց գումարը, ինչ գումար եղավ էկրանին, այդ գումարով գնալու է տուն։ Սիրելի մասնակիցներ, խաղարկությունը համարում եմ բացված։ Գումարը արդեն նվազում է։ Արեք հասկանանք դա ով է ուզում։ Իրաց մեջ որոշենք։ Ով է ուզում, ում եք ուզում։ Ժողովուրդ կլինի։ Գումարը արդեն նվազեց 700,000։ Սենց անենք, այդպես ես կրուժոկ անենք, դա բացվեք, խնդրում եմ։ Ով ուզում է, դա ձեր բարձրացնեք։ Մեկը խոս արասի։ Գումարը արդեն 500,000։ Սեկուն հայրեն չգիտի ասեք մի սխմատ սխմատ չկա ապտեք։ Իմեք ով է ուզում, ես ուզում եմ։ Ես էլ եմ ուզում։ Չէ, երեք հոգի է ուզում։ Արեք երեքից մեջ որոշում։ Ֆրիլան։ Չկա տենց բան։ Ֆրիլան, ես Ախպեր դուք համաձայն եք, որ երեքից մեկը գնա։ Սելա։ Ռապը աղտետ, թիվը կանգնեց 207,000 դրամի վրա։ Սաղիկ պատիվ են տալի։ 207,000 դրամի համարժեք ID coin հենց հիմա Հայդ Ալեկը տանում է տուն, ասեն, որ նա կարող տանել 1 միլիոն դրամի համարժեք ID coin, բայց դա մի ժամ որոշում ենք։ Ինչև ես ենես մենք շարունակում ենք, այս պահին տեղափոխվում ենք պարտվողների սպասման գոտի։ Այս պահին պարտված մասնակիցները Վեստայի հանգստի գոտում են, բայց պետք է ցավով տեղեկացնեմ, որովհետև դա իրոք ինձ համար մեծ ցավ է, երբ մասնակիցները լքում են խաղը, իրենցից շատերը այսօր լքելու են խաղը եւ լքելու են քվեարկության միջոցով։ Իսկ յուրաքանչյուր քվեարկություն ինձ համար ստրեսային է։ Իդեպ ստրեսի եւ Վեստայի մասին։ Վեստայի կայքում դուք կարող եք գտնել եւ գնել այն,
ինչը անհրաժեշտ է ձեզ առանց ստրեսի։ Շնորհակալություն, իսկ հիմա զինվում ենք համբերությամբ, որ գնանք քվեարկության Արամ։ Հիշեցնեմ, որ մենք այս պահին գտնվում ենք Garage Mall-ում, հատուկին վարորդների համար ասեմ, որ դուք կարող եք ձեր ազատվել բոլոր խնդիրներից եւ ձեր մեքենան բերել Garage Mall, հանձնել մեր մասնագետներին եւ ստանալ ամբողջական սպասարկում մեկ վայրում։ Հրաշալի է։ Ու մինչ ձեր մեքենան կսպասարկի, այդ ընթացքում դուք կարող եք մոլում իրականացնել բոլոր տեսակի գնումներ հագուստից մինչև դեկոր։ Մեր խաղում ինտրիգներն ու լարվածությունը այնքան շատ է, որ պիտի մասնակիցներին մի փոքր հանգիստ տանք, որ կարողանան համեղ սնվել։ Խնդրեմ, կարող եք սնվել։ Մինչև այնտեղ լարված խաղ է ընթանում։ Ես ուշադիր հետևեմ, տեսնեմ ինչ է կատարվում։ Համովա։ Ինչպես ասում են, das ist fantastisch։ Կներեք էլի, որ գերմաներեն եմ խոսում։ Ուղղակի գերմանական երշիկ ենք ուտում մենք։ Շատ համով է։ Անուշ։ Մայրամ, քանի որ մեր խաղերի մեջ միշտ ռիսկային գոտին կա վնասված ստանալու, այո, մենք ունենք գործընկեր, ով ապահովել է բոլոր մեր մասնակիցներին, այո։ Armenia Insurance-ը մեր հրաշալի գործընկերն է, որը ապահովել է բոլորին, նույնիսկ քեզ։ Եկանք սպասման ռեժիմի գոտի, հաղթողներից Ռաֆոն հաղթեց 207,000 դրամ, շնորհավորում ենք ամեն դեպքում իրեն, իսկ պարտվողներից այստեղ կանգնած է 15 մասնակից, որից 7-ը լքելու են նախագիծը։ Մի անգամից 7 հոգի։ Լինելու է դժվար, մասնավորապես պարտվողները այս պահին պետք է քվեարկեն բոլորի աչքի առջև, ավելին ասեմ, լավ կլինի նաև բացատրեք, թե ինչ է քվեարկում տվյալ մասնակցի դեմ, որտեղ ձեր քվեարկության արդյունքում ամեն դեպքում այդ մասնակիցը կարող է լքել նախագիծը։ Անվերադարձ, հնարավոր է անվերադարձ։ Ինչի եմ ասում հնարավոր է, որտեղ մեր նախագծում ամեն ինչ հնարավոր է մար։ Մեր նախագծում կամ ես, հրեշտակը։ Չէ, իրականում միայն այդ առումով չեմ ասում, մենք անընդհատ հետաքրքիր լուծումներ կան, բայց այս պահին նախագիծը լքում է 7 մասնակից 15 պարտվողների միջև։ Դու մետ էիր։ Ես աղջիկ եմ կրել։ Հա? Համոթը։ Դե լավ, դե համոթ չի, մի բախտի բան էր, քաշել ենք, ով մետ ընկել է։ Ճիշտ է, ես Քրիստի հետ շատ հեշտ հաղթեցի։ Դու էլ է։ Okay, sorry։ Ես ապա իրար հետ կպտում ենք, տենանք։ Ես իրար հետ կպտում ենք, տենանք։ Լավ աղջկա է, թե չէ։ Բայց քեզ ասեմ շատ արագ ավազում։ Հեսա փորձենք։ Չէ, իրականում լավ կլիներ, որ տղեկի հետ լիներ, որ հավասար լիներ, բայց չեմ թերագին ատում։ Ռուզիկի ֆակտորը կար այնտեղ, որ մի ոտանի էր այդ օրը եկել, ջարդած ոտով, բայց Եկեք մի հատ կենաց ասենք, որ մենք հաղթողների կենաց, իրական հաղթողների։ Այո, տո լավ լենե։ Ջան, սա լեն։ Տո սա լավ լենե, մոնասարը։ Այո։ Let's go։ Այս պահին քվեարկում ենք այն մասնակցի օգտին կամ դեմ, ով ուզում եք, որ դուք հեռանա, եւ միանգամից բոլորը բացում են ու տեսնում ենք, թե ով ում է քվեարկել։ Ես կառաջարկեմ միանգամից թող չբացեն հերթականությամբ եւ պարտադիր կուզեմ, որպեսզի բացատրեմ իրենց որոշումը։ Եվ այսպես Տիգրան բացատրությունը չգիտեմ, պատահականության սկզբունքով եմ գրել, հուսով եմ իսկ կների 9 համարի տակ գտնվող մաշը։ Ինչի համար։ Տիգրանի որոշումը նա քվեարկեց մաշի։ Ինձ ասեմ ինչի համար, մտածում եմ, որ իմ ձայնը տենց որոշիչ չի լինի ու դու չես հեռնի։ Խաղից դուրս չես գա, դրա համար քեզ քվեարկեցի։ Տիգրանը իրեն համարում է շատ փոքր մարդ, մենք բոլորս համաձայն ենք իր որոշման հետ, նկատի ունեմ ինքն իր մասին կարծիք։ Okay, շատ լավ ես արել, ապրես։ Չէի սպասում, բայց մերսի։ Լավ։ Սենթով Ինձ ես գրել։ Ինչի համար։ Դու ամենաբարի մասնակիցն ես։ Քո դեմ ոչ ոք հաստատ չէր քվեարկի, էլի։ Ասացի
մի հատը թող լինի ուրիշներին չնեղացնենք։ Լավ է սա։ Սենթով դու փոքրիկ մարդուկ ինք վարկեց, հասկացանք։ Այս պայն մեր նախագծի միակ DJ-ն է, ով կորոշի թե ում դեմ է քվարկում։ Ես էլ եմ որոշել Տիգրանին։ Թիրախավորել է Տիգրանի։ Ու բացատրությունը կա, էլի, բացատրությունը կա։ Բացատրեմ։ Զուտ բումերանգի էֆեկտն է, ոչ մեկին չեմ ուզել քվեարկեմ, բայց քանի որ իմ դեմ էլ Տիգրանն է քվեարկել, ոնց որ սենց զուտ հաշիվը հավասարացնելու համար։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Ընդունվեց Մելսիդա։ Կոնկրետ ներկաներից չկա ինչ-որ մեկը, որ կուզեի հենց իր դեմ հստակ քվեարկեի։ Համենայն դեպս վստահ եմ, որ այս մարդը ինձանից չի նեղանա։ Լևոն, Լևոնը Մկրտչյան իմիջալոց, Լևոնը Մկրտչյան մեր սպասման ռեժիմների թագավորն է։ Նա բոլոր ժամանակներում։ Կուրս է ցույց։ Դիանա։ Բա դրա համար եմ ասում, որ չի նեղանա։ Հասկացանք։ Դիանա։ Ճիշտն ասած, ես չունեմ որևիցե բացատրություն, ուղղակի չգիտեմ ինչի որոշեցի աղջիկներից ոչ մեկին չքվեարկեմ, որովհետև մենք սենց խոսացինք, ասացինք, որ չենք նեղանում իրարից։ Բայց ներողություն եմ խնդրում։ Հովո, Սենթովին են քվեարկել։ Սենթովի հայացքը խնդրում եմ ֆիքսի, խնդրում եմ։ Իրականում թող ինձ այս մասնակիցների, ես հենց նոր եմ հասկանում, որ ընդհանրապես չի ուզում իրան քվեարկել։ Դե բազա, որտեղ քո դեմ Տիգրանն է քվեարկել, բոլորս տեսանք։ Դուք ուզեիր մեծ սիրով Տիգրանի դեմ քվեարկել, բայց Սենթով։ Հովոյին եմ։ Ես հասկացա, հով նայ, դու քվեարկել ես Սեն մարդու դեմ, ով քվեարկել է իր դեմ։ Ահա։ Անահիտ։ Սենց ասեմ, այս մասնակցի անունը գրելուց վստահ էի, որ քվեարկողները իրեն քիչ կլինեն, բայց կներես։ Սենթով, Սենթով այս պայն առաջատարն է, փոքրիկ Տիգրանի հետ միասին։ Շատ նեղվել եմ, ահավոր նեղվել եմ։ Եմ հասկանում, դուք ուզում եք փոքր երեխաները ձեզ վատ կոմենտներ գրեն։ Լևոն Մկրտչյան։ Այս մասնակիցը նշեց, որ ես իրանից չեմ նեղանա ու ճիշտ ասեց, ինքն էլ իզնից չի նեղանա, մենք իրար հետ 4 տարի սովորել ենք մի կուրսում։ Շատ ռոմանտիկ էր այս որոշումը։ Համաձայն եմ, լավ։ Մենք համաձայն ենք։ Մինյոն։ Ճիշտն ասած, այս մեր մասնակիցների մեջ 2 հոգի կային, ում հետ ընդհանրապես խաղի ընթացքում չէի շփվել, մենակ Բարև Բայլուս էր, կներեք արտահայտությանս համար, բայց այսօր խոհանոցում պերերի վանելուց իրենցից մեկի հետ ընկերացել եմ, իսկ այն մեկը մնացել է չընկեր։ Մաշկներես, բայց ես խաղից առաջ քո հետ առաջ անգամ շփվեցի, ոնց որ մենք ընկերներ չէինք, այսքանի մեջ բոլորի հետ շփվել էի, բացի քեզանից։ Տենց տատանվում էի քո ու Տիգրանի մեջ, իրա բախտը բերեց, որ ուտելուց հետո շփվել էր։ Կարինա Արուստամյան։ Այո, ես ոչ մեկի դեմ չէի ուզում քվեարկել, ուզում եմ ինքս իմ դեմ քվեարկել, բայց ինձ ասացիք, որ չեմ կարա տեսվարնեմ։ Դրա համար ես ու Վենյա մենք պայմանավորվեցինք, մենք իրար անուններ ենք գրում, որովհետև մենք չենք ուզում ոչ մեկի քվեարկենք։ Գոնե սենց մենք չենք կարող ոչ մեկի։ Շատ տափակ որոշում ես։ Միգուցե դուրս գամ այս որոշման պատճառով, բայց ավելի լավ դուրս գամ։ Մի անգամ Լևոնին անկապ քվեարկեցի, միջև հիմա չեմ մարսում ես դա։ Վենյա ջան, դու ինչ կասես, քանի որ սեն շատ ռոմանտիկ եք դուք երկուսով։ Տարօրինակ բան։ Վենյան Լևոնին չի քննի։ Ես էլ չէի կարող անկեղծ։ Ինձ թվում է սա իմ կարծիքով։ Մենք ոչ մեկի չենք ուզում որոշումներ։ Okay, Կարինան եւ Վենյան ունեն մեկական ձայն։ Եվ մեր չեմպիոնը Ռիփսիմեն, ով ընդհանրապես չի սիրում պարտվել, բայց դե ստացվեց։ Խաղը պարտությունը ամեն մեկի համար է։ Ու ես ասեմ, որ այս խաղում ձեռք են բերել լավ ընկերներ։ Ու դրա համար չեմ ուզեցել ոչ մեկին ցավացնեմ, իմ ցավացնելը կարող է շատ պիս ցավ լինի, դրա համար որոշել եմ ես ինքս ինձ ցավացնել։ Կներես Արամ ջան, դու ասել ես չեք կարող, բայց ես իմ անունով։ Մարիամ ջան, սա վարակվել են Մարիամին։ Բոլորը վարակվել են ինձ։ Ջան, Ժորժ ջան, ես ուզում եմ նայեք, ասած իրար քվեարկեն վեշ լինի, շատ ռոմանտիկ հաղորդման է վերածվում։ Լավ, Աղունիկ։ Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ ում անունը որ գրել եմ, ինձանից չի նեղանա։ Չգիտեմ, ուղղակի պատահականության սկզբունքով։ Այս կողմ թեքեք մենք հետ տեսնենք։ Մելսիդա։ Մելսիդան ունի 2 ձայն, արդեն Կրիստին ու Լենան։ Ես արտագրել եմ։
Ես արտագրել եմ, իսկ եթե այնտեղ կանգնեի ուրիշ մարդ ունեի գրելու, ստեղ ուրիշ, կան երկու մասնակից, ում հետ բացարձակապես շփում չեմ ունեցել, բայց Մելսիդա աշխարհի ամենափոքր տառերով։ Եվ աշխարհի ամենափոքր տառերից անցում ենք անում Լենային։ Ես իրական չգիտեմ, ինչ որ պատճառաբանություն չեմ կարող բերեմ, թե ինչի եմ քվեարկել։ Պարզապես։ Հովոն, ես լավ մի հատ առաջարկ ունեմ։ Հով ջան, մի բան գաս կենտրոն։ Լեն ջան, դու էլ գնա կենտրոն, էլի։ Ես ուղղակի պատճառը գտել եմ, խնդրում եմ, մի հատ գնա կենտրոն, էլի։ Ես պատճառը գտել եմ, պարզա պատճառը։ Նախանձն է։ Չէ, նախանձը չի։ Ժամն է։ Սենթովի ժամն է։ Լավ, դու կարող եք գալ ձեր տեղերս, երներս։ Այս պահին ես կխնդրեմ ուշադիր լինեք, որովհետև քվեարկությունը ավարտվեց, բայց այսքանով չի ավարտվում, որովհետև նաև ձեզ ավելանում են այն միավորները վատարումով, որոնք արդեն ձեր դեմ քվեարկել են հաղթողները։ Որովհետև մինչ այստեղ սկսում էր քվեարկություն, այնտեղ հաղթողները արել են փակ քվեարկություն, որը դուք կարող եք իմանալ եթերից հետո։ Այս փուլում քվեարկության արդյունքում 2 ձայն ունի Մաշը, 2 ձայն Տիգոն, 4 ձայն Սենթովը, 3 ձայն Մելսիդան, 1 ձայն Լևոնը, Վենյան, Կարինան և Ռիփսիմեն։ Սիրելիներս, այս քվեարկությանը ավելանում է ևս 5 հոգի, որովհետև հաղթողները քվեարկել են 5 հոգու դեմ։ 1 ձայն ունի Լենան, որը կարելի ասել ոչինչ չի նշանակում, 3 ձայն ունի Սենթովը, ուշադրություն, 7 ձայն ունի Վենյան, 3 ձայն ունի մեր միակ DJ-ը, 3 ձայն ունի Անահիտը։ Արդյունքում նախագիծը լքում են 7 մասնակիցներ։ Առավելագույն ձայներ են հավաքել 7-ական ձայն Սենթովը և Վենյան, երկրորդ հորիզոնականը կիսել են Մելսիդան, Անահիտը և մեր միակ DJ-ը, երրորդ հորիզոնականը 2 ձայնով Տիգոն և Մաշը։ Այս պահին բոլոր 7 մասնակիցներին կխնդրեմ մեկ քայլ գան առաջ։ Մնացած բոլոր մասնակիցները կարող են միանալ արդեն հաղթողներին, ես ձեզ շնորհավորում եմ, դուք անցել եք հաջորդ փուլ։ Շնորհավորում ենք ձեզ։ Մի քիչ նոտան այս պահին մի փոքր այլ է։ Այս պահին նախագիծը լքում է Տիգոն, Սենթովը, DJ-ը, Մելսիդան, Մաշը, Անահիտը և Վենյան։ Ես կխնդրեմ, որ դեռ ոչ մեկ չլքի նախագիծը, որովհետև ունենք մի խաղարկություն, որի արդյունքում մի փոքր առաջ ընկնեմ, հնարավոր կլինի, որ որևէ մեկը վերադառնա նախագիծ։ Սիրելի հեռուստադիտող, գալիս է ամենահետաքրքիր պահերից մեկը, հաղթողները բացելու են կանաչ ծրարները, որտեղ թաքնված են շատ հավես նվերներ ու շատ հավես անակնկալներ, հենց որ մնացեք Արմենի հեռուստաընկերության եթերում։ Այս անգամ էլ լավ պրծանք։ Հա, իրոք։ Տնասով էր ինձ քվեարկել։ Կտենաս հետո։ Մարիաս բանն եմ, եթե ինչ։ Մենք իհարկե հասկանում ենք, որ դուք շատ լավ նստած KFC համեղ ուտելիքներն եք վայելում, շնորհակալություն։ Բայց մենք խաղարկություն ունենք։ Այո, պետք է գնանք խաղարկությանը մասնակցենք։ Եկեք։ Կարամ էլի գողանամ։ Հա։ Բայց ինչի չօգտվում։ Ֆանտաստիկ նորություն է, կարծում եմ բոլորի համար։ Մենք սկսում ենք արտադրել Arm Squid Game գազավորված ըմպելիքներ, 3 համի է լինելու, բայց ասեմ ստեղ մի հատ ավելի հավես բան կա։ Ֆենոմենալ, ֆանտաստիկ խաղարկություն է սկսում։ Եվ այսպես, խաղարկվելու է 3 հատ iPad 11, 3 հատ PlayStation 5, 2 հատ iPhone 17, ու ամենաթանկանոցը 2 հատ վերջին սերնդի MacBook։ Իրականում ստեղ շատ բան պետք չի անել, նախ պետք է գնել, այստեղ QR-ն է, QR-ով հղումով գնում եք ներեջ ու այնտեղ ամբողջ ինֆորմացիան կիմանաք ոնց եք մասնակցելու խաղարկությանը։ Այո, հենց դրա մասին լինելու է հրապարակում, այնպես որ ամբողջ ինֆորմացիան կկարդաք հրապարակման ներքևում։ Մի քանի կոմենտարի կուսա։
Ես պայքարում եմ MacBook-ի համար։ Իրականում այնքան գրավիչ է նվերները, մենք էլ ենք մասնակցելու միանշանակ ու շատ մեծ էր, կարծում եմ ուզելու են մասնակցել։ Ամեն դեպքում մեր ընտանիք մի հատ նվեր գոնե պիտի։ Գոնե։ PlayStation-ը։ Կարամ ես իմ ընկերներին հյուրասիրեմ։ Ես կարամ։ Ես քո ընկերը չէի, հա։ Մինյոն ջան, կարճ ասած մի քանի մինյոնի խաղարկություն ա լինելու։ Շատ լավ։ Մար, սա այն կանաչ ծրարներն, այստեղ ամեն ինչ դրական է։ Հա։ Գրեթե։ Կլինեն հաստատ անհնար է, չէ՞։ Ես Ձեներս ծրարներում բոլորը լավն են։ Ամեն ինչ բայց հարաբերական է։ Առաջինը կանգնած է իրականում կապ չունի երթականությունը, առաջինը կանգնած է Ռուզիկը ինքը կբացի իր քարտը։ Սովորական կանաչ քարտ, սա նշանակում է, որ այն որ ասում է չշահեց։ Չշահեց, այսպես թե այնպես Ռուզիկը հաջորդ փուլում էր։ Լիլիթ, հեսա կհասկանաք սերներս։ Ահա։ Լիլիթը հաջորդ փուլում է Եվ ունի նվեր։ Եվ ունի նվեր Pinkberry ընկերությունից։ Ես ուզում եմ պարտադիր, հա, սեթը մոտեցնենք։ Ես կհանձնեմ, ես ինքս կհանձնեմ։ Ես վերադարձա Pinkberry մեծ ծանոթով, որտեղ պաղպաղ սիրում ես։ Այստեղ բավականին շատ պաղպաղակներ կան։ Iceburger Deal-ին դոպինգ, ես դոպինգն եմ սիրում։ Դոպինգը կուտես թող էներգիա տա քեզ։ Շնորհավորում ենք, շարունակում ենք։ Հայ դալեք։ Ռաֆ։ Օպա։ Դա ինչ է։ Ես խնդրում եմ մի հատ բերես, էլի Ռաֆ։ Դա ինչ է նշանակում։ Սենց սիրուն ուղարկում եք տուն, հա։ Արի, լամար, արի։ Դու թռար։ Արի, որ կամերաները լավ աշխատեն, արի։ Ուրեմն նայեք, սերներս, սա կարմիր քարտ եմ։ Կարմիր քարտ եմ, ար։ Հա, բայց չէր կարա, անհնար էր։ Ես ուրիշ գույն չեղի կարմիրով եմ տպել։ Հավայի վազա։ Տես վազեցի։ Ջիգյա, դու թռար։ Բայց ուր թռար, մի րոպե։ Որտե նախագծից թռար։ Բայց, մի րոպե։ Թռար։ Ուր թռար։ Ուրեմն բացատրում եմ։ Դու բայց դու լուրջ գժվացրեցիր թռնելով։ Բացատրում եմ։ Ռաֆոն, նույն ինքը Հայդալեկը շահել է Royal Armenia-ի կողմից տրված ֆանտաստիկ անակնկալ մի նվեր, որը կապ ունի թռնելու հետ։ Արդեն լավ է, օքեյ։ Ավելին ասեմ, գիտես ուր կարաս թռնես։ Թայլանդ, Շրի Լանկա։ Մալդիվներ։ Բայց, այս ամեն ինչը գժական է, բայց երեքից մեկը պետք է ընտրես, ռանդոմ ձևով, քեյսերը կխնդրեմ օգնականները բերեն։ Դրված է 3 քեյս, ամեն քեյսի մեջ դրված է մի ուղղություն։ Դու ռանդոմ պետք է ընտրես։ Իրականում մի րոպե ասեմ, իրականում կապ չունի որ քեյսը կընտրես, ինձ համար անկեղծ շատ ուրախալի փաստ է, որ դու ես թռնում։ Դու ես թռնում, էլի։ Հա։ Ես տենց կուզեի Թայլանդ օրինակ գնայր, բայց գնա ընտրի։ Գնա։ Երկար մտածի, Ռաֆ։ Մի անգամից։ Շրի Լանկա։ Ասեմ, ես ուզում եմ հասկանաք, որ ամեն ինչ արդար է եղել։ Թայլանդ, Մալդիվներ։ Հա, որ։ Քեյսերը գնացին։ Այդտեղեն հաստատ Շատ լավ, շարունակում ենք։ Ռավ, եվս մեկ լավ նորություն ունեմ, ես։ Շատ։ Դու կարող ես եվս մեկ հոգի քեզ հետ վերցնել այդ ճամփորդությանը։ Երկու հոգով եք մեկ ուղևորության, դա շատ կարևոր է։ Անի Իրականում Ռավ դու որոշել ես արդեն։ Հա, արդեն որոշեցի մի անգամից են շատ արագ։ Քանի որ Լենայի շնորհիվ եմ այս կողմում կանգնած, իսկ ինքը իմ պատճառով
նորից վտանգավոր գոտում հայտնվեց, դրա համար ես Լենային կտանեմ ինձ հետ։ Օй, դեպի ենք շատ մտերիմ ընկերներ են։ Լեն։ Արի։ Լեն ջան, դու թռար, ջիգար։ Շատ լավ, շնորհավորում ենք Ռաֆին եւ Լենային, Անի, հայրականում այստեղ շատ բարի ամեն ինչ, բայց այս կանոն ինչ չի ավարտվելու, մոտենում ենք իմ ուզածին։ Անին Կանաչ։ Անին, այսպես ասած, ոչինչ չշայես այս փուլում։ Գևորգ։ Այո, ոչինչ չասող նորից կանաչ, Ռաֆ։ Նվերով։ Կանաչա, բայց Ռաֆն էլ ունի նվեր Աթենք ընկերությունից, ես կխնդրեմ Աթենք ընկերության ծանրոցն էլ մոտեցնենք։ Այս հրաշալի ծանրոցը համեղ ծանրոցը Աթենք ընկերության կողմից ես էլ հիշեցնեմ, որ Աթենք ընկերությունը ներկայանում է Հայաստանում իր գերմանական մսամթերքով։ Ռաֆ ջան, սա քեզ։ Շնորհավոր։ Մենք էլ ենք շնորհակալ։ Շարունակում ենք Ստեփանն է հաջորդը։ Փաստորեն սովորական, այ նո սովորական կանաչ։ Նանո։ Սովորական կանաչ։ Ստյոպ։ Սպիտակ։ Ահա թե ինչի համար։ Լավն է, չէ՞ սպիտակը։ Ահա թե ինչի համար ես ասում եմ, որ դեռ պարտվողները չգնան։ Սիրելի մասնակիցներ, այ ես դրա համար եմ ասում, որ դեռ պարտվողները չգնան։ Ստյոպ, շատ բարդ ընտրություն չի, նաև շատ բարդ ընտրություն է, այնքանով շատ բարդ չի, որտեղ դու փրկելու ես, ոչ թե հեռացնելու ես։ Բոլոր դուրս մնացած մասնակիցներին հրավիրում ենք մեզ մոտ։ Հիմա ենք կատարում ընտրությունը։ Մենք չէ։ Հա, Ստյոպը։ Այո։ Ստյոպ, այս պահին մասնակիցները 7-ն են, ովքեր որ այստեղ են։ Տղաները Տիգոն, DJ-ը եւ Հովոն, աղջիկներից Մելսիդան, Անահիտը, Վենյան եւ Մաշը։ Դու ունես մեկ ընտրություն։ Ամեն դեպքում ոչ մեկ չի կարող քեզից նեղանալ, իրենք պարտվել են։ Իրենք արդեն նախագծից դուրս են, դու որևէ մեկին ունես հնարավորություն վերելու հետ նախագիծ։ Նաև հիշեցնեմ, ես տեսել եմ, թե Ստյոպը ում է հեռացրել խաղից։ Հիշում ես, նա հաղթողների մեջ էր, հետո տեսնել ենք։ Ստյոպ։ Եկեք պատահականության սկզբունքով ուղղակի Տիկոյին։ Պատահականության սկզբունքով անեն տանք Տիկոյին։ Ոնց այդ պատահականության սկզբունքով։ Ստյոպը իր միավորը, որը սպիտակ քարտն է, տալիս է Տիգոյին, բայց ստյոպ, ես հաց ունեմ, անկեղծ կուզեմ բացատրես որոշումը։ Ես գիտեմ, որ Տիգոյին անձամբ չես է ճանաչում։ Շատ համեստ, խետ։ Մոտիկ ընկերն է։ Հասկացան։ Դե ինձ թվում է մյուս մասնակիցների համեմատ ինքը մի քիչ թույլ է։ Ու Էչա։ Սաղ ճիշտ գնում է, իրեն ճարեցի։ Հիմա ինչ ասեմ ես։ Ոչ չա, բրակ, հետո։ Всё։ Լավ, շնորհակալություն Ստյոպ ջան։ Նա ծափարենք Ստյոպին ամեն դեպքում։ Ես կգնա միացի անցած մասնակիցներ շնորհավոր չեմ։ Շատ լավ, Ուգա։ Նորից նվեր, բայց ասեմ, սա բավականին լավ նվեր է, անկեղծ։ Գումար։ Գումար չի, բայց համաժեքել բավականին մեծ գումարին։ Եվ այսպես, Գուգո ջան, ուրեմն ասեմ, գժական նվեր է Pinkberry ընկերության կողմից։ Դու ունես 1 տարի անսահմանափակ պաղպաղակի փաթեթ։ Յուրաքանչյուր կետից դու կարող ես օգտվել։ Այս փաթեթը դու ունես որդի վստահ եմ շատ ուրախ կլինի։ Հյուրասիրում եմ բոլորին մի տարի, ժողովուրդ ջան, մտնում եք։ Գուգ 365 օր կարող ես գնալ ամեն օր Pinkberry վաճառակետից օգտվել ինչքան որ կուզես ու ինչքան սիրտդ կցանկանա։ Իսկ իրանք այդտեղ շատրվան ունեմ, որ սս կանեն, սս կաղաս։ Սիրելիներս, այսպիսի հրաշալի նվերներով լցված հաղորդում է այսօր ստացվում։ Ես շնորհավորում եմ բոլորին, շնորհակալություն մեր գործընկերներին։ Ավետ
Ես օգտվեմ Google-ի պահպանությունից։ Հասկացա։ Ձեներս մինչ մնացած մասնակիցները կբացեն քարտերը, մի քանի ասած ինֆորմացիոն, հա, հնարավոր է չգիտի մեր հեռուստադիտողը, մեր նախագծում կան տարբեր գույնի քարտեր։ Կանաչ քարտ, որը հաղթանակի քարտն է, կարմիր քարտ, որը պարտության քարտ է։ Տեսնում ենք, որ քարտերի հետ կան նվերներ, դա այսինքն քարտ ինչ որ նվերի հետ միասին կարա նաև լինի կարմիր նվերով։ Կա սև քարտ, որը մավան քարտ է, յուրաքանչյուր մասնակից կարող է յուրաքանչյուր մասնակցի հեռացնի խաղից։ Կա սպիտակ քարտ, որը փրկության քարտն է, որը նոր օգտագործեց ծոպը։ Կա ոսկեգույն քարտ։ Ոսկեգույն քարտը դա այն քարտն է, որ յուրաքանչյուր նվեր, որը խաղարկվում է մեր նախագծում, յուրաքանչյուր կապ չունի երբ է խաղարկվել, ոսկեգույն քարտ ունեցող մասնակիցը կարող է իր ընտրած որևէ նվեր վերցնել իրեն։ Վերցնենք վեստա անկերության կողմից ծոպը շահում է PlayStation, տունը խաղում է, այդ մասնակիցը վերցնում է ոսկեգույնը, այդ PlayStation-ը կարող է իր ձեռքից վերցնել տանել տուն։ Չանեք նման բան։ Սա խաղի օրենք է, բայց մի բան է կա։ Մեր հաղորդավարները Հանձինս ինձ եւ Մայրամի, Մայրամը չգիտի, ունեն իմունիտետի քարտ, որը որևէ օր կարող ես դու օգտագործես։ Նույնիսկ ես ջափակիչում դու կարող ես օգտագործել այդ քարտը որևէ մասնակցի հետ բերելով նախագիծ։ Երբ ուզես կարող ես օգտագործել։ Մայրամ ջան, դու էլ ես եմ։ Ալատանեմ։ Սուրբ Մայրամ։ Ես ուղղակի իմունիտետը առաջին հաղորդումից օգտագործում եմ, ինչքանով որ կարող եմ։ Իմ իմունիտետն եմ օգտագործում։ Այսպեսի քարտ կա։ Շարունակենք Ռոբ։ Կանաչ։ Սովորական կանաչ։ Ուշադրություն, Արմինե։ Ձեներս ինչպես նշեցի, նաև նախորդ եթերաշրջանում մենք արդեն գիտենք, թե ինչ է անում ոսկեգույն քարտը։ Մենք այս պայն հասկանում ենք ինչ կարա տեղի ունենա։ Արմինեն ամբողջովին արդար ձևով վաստակել է իրավունք վերցնելու որևէ նվեր, բայց կարա ինքը հրաժարվի։ Այսինքն որոշողն ինքն է, կարա յուրաքանչյուր մարդ կարա իր քարտը, ասես չեմ ուզում օգտագործեմ։ Դա ձեր իրավունքն է։ Արմինե, մենք սպասում ենք քո որոշմանը։ Ես ունեմ շատ հստակ կայացրած որոշում։